Ժամանակին դուք եղել եք հայ-իրանական բարեկամության միության ղեկավարը, հետաքրքիր է այդ ժամանակ, երբ դուք եք ղեկավարում, շփումները ինչ մակարդակի վրա էին եւ հիմա արդեն ինչ փոփոխություններ են եղել։ Հայաստանի անկախությունից ի վեր հայ-իրանական հարաբերությունները զարգացման մեծ փուլ են անցել։ Մեր միջև քաղաքական երկխոսությունը բավական բարձր մակարդակի վրա է։ Կարելի է ասել, մեր մյուս հարևանների հետ եղածից ամենաստացվածը։ Ցավոք նույնը չենք կարող ասել մյուս ոլորտների մասով, կողմերը թերացել են տնտեսական, մշակութային եւ հասարակական ոլորտներում գործակցության հետ կապված։ Մի օրինակ բերեմ, Հայաստանի ու Իրանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տասնամյակների ընթացքում կազմել է 100-200-300 միլիոն դոլար եւ միայն վերջին տարիներին հասել 700 միլիոնի, որը նույնպես գոհացուցիչ ցուցանիշ չէ։ Կա անհամեմատ մեծ պոտենցիալ, որը չի օգտագործվում։ Հայաստանն ու Իրանը նույն ոգին են երկու մարմնում, մենք ընդհանուր պատմական մեծ անցյալ ունենք։ Անհրաժեշտ է ներկայում եւս մեր հարաբերությունները սերտացնել։ Հայրը իրանցիների, իրանցիները հայրի մասին պիտի շատ ավելին իմանան, մենք միմյանց մասին միայն պատմական տեղեկություններ ունենք։ Ապրում ենք կողք կողքի, բայց քիչ ենք այցելում իրար։ Չնայած երկար բանակցություններից հետո չեղարկեցինք վիզային ռեժիմը, գոնե այս կերպ շփվելու հնարավորություն տալով մեր ժողովուրդներին։ Հետաքրքիր է ինչպես է գնահատում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը եւ կան ինչ-որ խնդրահարույց հարցեր ձեզ համար։ Մեր երկու երկրների շահերը գործվածք են, որում տարանջատում չկա։ Շահերն այնքան են համընկնում, որ երկու երկրները չեն էլ կարողանում միմյանց դեմ գործել։ Գուցե մի քիչ կոպիտ հնչի, բայց կարծում եմ, որ Հայաստանն առանց Իրանի, Իրանն էլ առանց Հայաստանի գոյություն ունենալ չի կարող։ Միաժամանակ երկու երկրները հասկանում են միմյանց վարած արտաքին քաղաքականությունը։ Իրանը լավ հասկանում է Հայաստանի խնդիրները, առկա պայմանները եւ դրանցից բխող պահանջները։ Հայաստանն էլ Իրանի նկատմամբ նույն մոտեցումներն ունի։ Կարծում եմ երկու երկրները ցանկացած հարցում կարող են ընդհանուր հայտարարի գալ, այդ թվում տնտեսական։ Օրինակ Իրանը հետաքրքրված է Սևծով հասնել, Հայաստանն ուզում է մուտք գործել Պարսից ծոց, սա կարող է վերածվել միասնական աշխատանքի ներգրավելով շահագրգիռ այլ երկրների։ Հայաստանն ու Հնդկաստանը ցանկանում են ունենալ ցամաքային հաղորդակցուղիներ, որի ճանապարհը Իրանն է։ Մենք էլ ուզում ենք Հայաստանի եւ Հնդկաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ։ Ստացվում է, կրկին շահերը համընկնում են։ Համատեղ աշխատանքով կարող ենք ամրապնդել երկուսի շահերը։ Մենք պետք է հավատանք իրար։ Արդյոք ձեզ մտահոգում է Հայաստանի դեպի Եվրամիություն գնալու գործընթացը։ Ես չեմ կարծում, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարող են մտահոգել Իրանին, քանզի չեմ կարծում, որ Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ կարող է ազդել Հայաստան-Իրան դարավոր բարեկամության վրա։ Ինչ որ առումով ընդհակառակը Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարող են դրական ազդել նաև Իրան-ԵՄ հարաբերությունների վրա, բայց սա շատ երկար գործընթաց է եւ չեմ կարծում, որ ժամանակն է դրա վրա կենտրոնանալու։ Բայց նաև պիտի հասկանանք, որ Ռուսաստանը հակազդելու է այս գործընթացին։ Բազմաթիվ անգամներ ՌԴ-ն ոչ ուղիղ, բայց դեմ է արտահայտվել Հայաստանի այս ցանկությանը, իսկ Իրանը Հայաստանի օգնությամբ փորձում է գնալ դեպի Եվրասիա։ Եվ եթե ռուսական սպառնալիքը իրականության վերածվի, ապա դա կարող է ազդել նաև Հայաստան-Իրան հարաբերությունների վրա։ Չնայած Հայաստանի ԵՄ-ին անդամակցությունը այսօր էական հարց չէ, սակայն պետք է նշեմ, որ երբևէ Հայաստան-ԵՄ գործակցությունը Իրանի դեմ քայլ չեմ համարել։ Դուք հնարավոր համարում եք, որ Իրանն էլ գուցե առաջիկայում կվերանայի իր արտաքին քաղաքականությունը։ Միջազգային հարաբերությունները անսպասելի զարգացում կարող են ունենալ օրինակ ավելի վաղ, երբ ԱՄՆ նախագահը Տրամպը չէր, հնարավոր էր պատկերացնել, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները կվերսկսվեն։ Չնայած եթե ուզում եք իմ կարծիքն իմանալ, ապա ասեմ, ես այդ բանակցություններից մեծ սպասելիքներ չունեմ, հաշվի առնելով ԱՄՆ-ի առաջ քաշած անիրատեսական պահանջներն ու նախապայմանները։ Բայց այնուամենայնիվ այն փաստը, որ Իրանն ու ԱՄՆ-ն բանակցում են, արդեն առաջընթաց է, եւ դրանք ինչ արդյունք էլ ունենան, միևնույն է իրավիճակի փոփոխություն կլինի, առաջվանը հաստատ չի լինի։